Բարի առավոտելի հեռուստադիտողներ, Արցախյան զրույցներն է եթերում։ 5 տարի առաջ, հենց այս օրը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի դեմ, որը տևեց 44 օր։ Այսօր նախ մենք պետք է խոնարհվենք մեր հերոսների հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենի հողին։ Պատերազմի օրերին հերոսներ կային ոչ միայն ռազմի դաշտում, հերոսներ կային նաև թիկունքում, մայրեր, քույրեր, բժիշկներ և կամավորներ, որոնք իրենց ուժի վերջին կաթիլը դրեցին, որպեսզի սատար լինեն մեր զինվորին և հայրենիքին։ Այդ պատերազմը նորից ի ցույց դրեց հայի անսահման ուժն ու միասնությունը, որը շարունակում է մեզ ոգեշնչել մինչև այսօր։ Բայց ցավի ու կորստի կողքին միշտ կա նաև տոկունություն և գոյատևման ուղի։ Այսօր մեր հյուրի հետ մենք խոսելու ենք հենց դրա մասին, խոսելու ենք Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պատմության և ընթացքի մասին։ Համալսարան, որը գործել է Շուշիում մինչև պատերազմի օրերը, ապա Ստեփանակերտում, իսկ այժմ գործունեությունը շարունակում է արդեն Երևանում։ Համալսարան, որը մի քանի անգամ տեղահանվել է։ Իդեպ, սա պատմություն է ոչ միայն կրթության, այլև տոկունության, երբ անգամ ամենադժվար ժամանակներում մենք ուժ ենք գտնում շարունակել ապրել, ստեղծել և կրթել։ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի որակի բաժնի պետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Լուսինե Այդինյանն է այսօրվա մեր հյուրը։ Բարի լույս, Լուսինե։ Բարի լույս։ Նախ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար եւ իհարկե, քանի որ արցախյան զրույցների հատվածում ենք, ճիշտ է նախաբանը գրական հայերենով էր, բայց անցնկենում բարբառի։ Համաձայն ես։ Համաձայն եմ, շնորհակալություն հրավերի հետի։ Շնորհակալություն, Լուսինե, դեսօր ամսի 27-ն է, իհարկե շատ ենք մտածում սորվա մասին, ինչ թեմաների պիտի անդրադառնանք եւ չէ, ու հետո հասկացալ ենք, որ Շուշիի տեխնոլոգիական համալսարանը սա այն լավ օրինակներից մեկն է, վերը ուղիղ շատ մեծ ազդեցություն ստացալ պատերազմի արդյունքում, Շուշիից հետո տեղափոխվել, վերաբացվեց Ստեփանակերտ, հետո Երևան եւ սոր դուք մեզ շարունակում եք լավ օրինակ ինելը։ Վեր մարդ չպիտի հանձնվե, մարդ չպիտի կոտրվե, ու դուք սորդուզյա մի հոգիս, բայց դա ես հասկանում վեր տա մի հատ թիմա, հեսա մի քիչ ստիկը խոսինք, եւ շատ ուրախում, ինչպես նաեւ ուզում առիթ պես չթողիմ, քեզ շնորհավորիմ նաեւ այս շատ դժվար հոգեբանական այս ընդհանուր իրավիճակում, վեր արդեն կենսաբանական գիտությունների թեկնածու ես, կարծում տա քզետի քո այս երիտասարդ տարիքում նաեւ շատ մեծ հաղթանակ է։ Շնորհակալություն, նախ նշեմ, որ այդ հաղթանակը ոչ միայն իմն է, այլ նաև ամբողջ հայ ազգին է, որովհետև իմ թեման եղել է Ստեփանակերտ քաղաքի թռչնաֆաունան եւ պաշտպանել եմ հենց այդ թեմայի շրջանակներում եւ վերջին գիտահետազոտական աշխատանքն է, որը իրականացվել է Ստեփանակերտում։ Այսինքն դեռ սկսալը Այո, ես իմ հայցորդական ճանապարհը ընդունվել եմ Ստեփանակերտում, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հայցորդում ել, հետո շարունակալում Գիտությունների ազգային ակադեմիայում իմ կրթությունը հետբուհական եւ հունիսի 12-ին վերջապես այդ դիպլոմը ստացալում, 4 տարիների անքուն գիշերների մասին է, բայց իրոք հունց նշալս հոգեբանական ծանր վիճակում բնականաբար իմ միտքը եւ իմ միակ խնդիրը այդ դիպլոմը չիլել, շատ կենցաղային հարցեր այլալ երեխաների ընտանիքի հետ կապված եւ այլն, բայց ես մենակ իմ այսից չմտածամ, որ դա ընդհանուր Արցախում կատարված գիտահետազոտական աշխատանքա, որը պիտի հասնի իր վերջնակետին ու շատ մեծ դժվարությամբ, բայց էլա իմ ղեկավարի օգնությամբ, իմ մորտիկ մարդկանց օգնությամբ շարունակալում եւ ավարտալում եւ նաեւ ինչու՞ չէ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի կարեւորագույն ձեռքբերումներից եմ համարում։ Հիմա համալսարանի մասին, իհարկե համալսարանի մասին, որովհետեւ ուզում նախ սկսենք մհենգվա իրավիճակից։ Սոր ինչ կարգավիճակում համալսարանը ստեղծագործում, ինչ պայմաններ եւ ինչ հնարավորություններ ունեն։ Արդեն երկրորդ տարին է Արցախի բոլոր դպրոցների ուսումնական հաստատությունների զանգը չի հնչում, բայց Շուշիի տեխնոլոգիական համալսարանի զանգը հնչում է Երևան քաղաքում, Արմենակյան հասցեում, սա մեծ ձեռքբերում է։ Շատ մեծ դժվարությամբ ենք իհարկե այդ ամեն ինչին հասալ, որովհետև կա ֆինանսական խնդիրներ, կա մարդկային ռեսուրսի խնդիր, կա կամավոր աշխատելու խնդիր։ Նախ որոշումից սկսենք, ոնց այդ որոշումը կայացվել, վերստը պիտի վերաբացվի։
ու ինչքանա տևալ, այսինքն սեպտեմբերի 25-ից 2023 թվականի սեպտեմբերի 25-ից ենք հաշվարկանում, ինչքանա տևալ այդ ընթացքը։ 1 տարի տևել է այդ ընթացքը, մինչև մենք նորից լիցենզիա ենք անել համապատասխան մասնագիտությունների համար, բնականաբար դու պետք է։ Իսկ այդ 1 տարվա ընթացքը մին կուճուր կոզի անդրադառնաս, այսինքն գործանողներն, ուսուցիչներն, ուսանողներն հուվալալ հյուր ոգևորելիս, բնականաբար հիմնական լոկոմոտիվը տամեր ռեկտորն է, պարոն Միքայելյանը, ով իրան համառությամբ մեզ համոզելիս է, որ ամեն ինչ ստացվելու է մեր մոտ եւ հենց հետ այլել մոս պակասելիս բոլորիս փաստորեն, որտեվ ամեն ինչ յուրաքանչյուրս մեր մասով լավ մասնագիտացած ընկլել թղթաբանության եւ այլ առումով հավատալք ռեկտորին հավատալք վերոնինք մի մոց ուժ եւ իրար օգնելով առաջ քեցալ իրականում մեժվալ ենք առաջի անգամ լիցենզիաները ստանալու ժամանակ կրթության նախարարության կողմից ինչը արդարացված է եղել որտեվ ռեսուրսների բացակայություն այլ է որոշակի հետո այդ ռեսուրսները համալրալ ենք մեր բարերարների միջոցով մեր անհատների միջոցով մարդիկ ովքեր ցանկացան մեզ օգնին եւ ի վերջո երկրորդ անգամ արդեն հաջողությամբ 5 մասնագիտությունների գծով 5 կրթական ծրագրի գծով 1 տարի հետո ուղիղ մենք ունեցել ենք 100 ուսանող Շուշի տեխնոլոգիական համալսարանի քոլեջում միայն քոլեջն է վերաբացվել այո իսկ Սոր արդեն ունենք 150 ուսանող, այո, երկրորդ տարին ունենք 150 ուսանող։ Բայց այդ 5-ը մնացած, այո, 5 մասնագիտությունները, չէ, 5 մասնագիտությունները պահպանվել է։ Հիմա աշխատում ենք նաև դուալ ծրագրեր մտցնել, ինչը շատ ակտուալ եւ արդիական ենք համարում եւ աշխատանքներ ենք տանում այդ ուղղություններով, որպեսզի ունենանք նաև այդպիսի կրթական ծրագրեր։ Ուսանողների արձագանքը ոնց հալալ վեր արդեն վերջնական հայտարարություն ելա, վերմուկ վերաբացվել ենք, նորից հավաքագրում ենք, այդ առաջի մենք սեպտեմբերի 1-ին նախորդ տարի ահագին հյուրեր ենք ունեցել մեր շրջանավարտներից, մեր ուսխորհրդի անդամներից, ովքեր այլևս մեր ուսանողները չէին եւ կարիքը չունեին, բայց եկել են մեզ կոտեպնդելու, եւս մի անգամ ասելու, որ մենք միասին ենք, մենք կանք եւ կիսելու այդ ուրախությունը, այդ ձեռքբերումը, որը բոլորիսն է, ոչ մեկինը չի անհատապես, դա բոլորին է։ Սոր ինչ ճանապարհ ավակայլում համալսարանը, ինչ խնդիրներ ունենք, այստեղ ենք գտնվում, ինչ պայմաններում ենք աշխատում։ Հիմա փորձում ենք ավելի որակապես համապատասխանել Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայի պահանջներին, համապատասխան մասնագետների վերարտադրմանը։ Հիմնական շեշտը որակի վրա է դրված եւ երբ որ ուսանողը քոլեջը լքի, ինքը աշխատաշուկային համապատասխան գործիքակազմ հմտություն ունենա արդեն։ Այդ դժվար փուլում ենք, այո։ Իսկ հավատարմագրության ընթացքում Հավատարմագրման փուլը մենք 10 հոգով ինքնավերլուծություն ենք պատրաստել, երբ որ Արցախի Հանրապետությունում ինքնավերլուծության վրա աշխատել է 50-ից ավելի ադմինիստրատիվ անձնակազմ, այսինքն որպեսզի հասկանաք տարբերությունը, ինչքան բարդ է եղել այդ 10 հոգու համար, այո, բայց հիմնականում մասշտաբները նույնն է մնում, ծավալը նույնն է մնում աշխատանքի, հաջողությամբ հանձնել ենք եւ սպասում ենք, որ ազգային ապահովման կենտրոնի այցին հուսանք ամեն ինչ լավ կլինի եւ դրական պատասխանի դեպքում մենք կհամարվենք արդեն մասնավոր հավատարմագրված քոլեջ։ Շատ լավ։ Իսկ դիմորդները հատե անցած տարվա համեմատություն այս տարվա, այսինքն 50-ով ավելացալ են, դժում հասկացա։ Այո, բայց մենք մեր ամբողջ ծավալը չենք կարողացել լրացնել։ Հիմնական պատճառը ըստ մեր վերլուծությունների մարդկանց ֆինանսական վիճակն է, որ ի վիճակի չեն բարձրավճարը տալ։ Իսկ հոսքը այդ ուսանողների ավելի շատ տեղացիները, արցախցի տեղահանվածները։ Արցախցիներ էլ կան, այո։ Դե ուզում տեսնամ այդ արցախցիները վերկյամուն այդ համասարանը այդտեղ վեր հիմնականում ոնց հասկացամ արցախցի դասախոսները են ոչ միայն բայց հիմնականում այո բայց այնտեղ փորձում եք այդ արցախյան կոլորիտը մտնոլորտը պահիկ ինգիդամ նիստուկացը ինչեր չնի որոշակի էդետներ ստիասած հա իհարկե տամզան անկախ հաստատվում դասապրոցեսը բացառապես քրական հայերենով իհարկե բայց դասամիջոցներին սուրճի սեղաններին որոշ ներբաժնային քննարկումների ժամանակ կամ ուսանողների հետ քննարկումների ժամանակ որևէ կազմակերպչական հարցեր բնականաբար մեր բարբառը, մեր ավանդույթները, Ադատները կասած Սա ինչ է իմասով էր օրինակ այդ խոխերքնայվ իրանք իրանց պենզգան լի մի հացտի հաստարացում զգան վեր շտեղ վեր իրանք ազատ կարում են խոսինդի հունց մտածում են
եւ ավելի մոտ են լինում իրանց այդ Այո, կարծում եմ ավելի ազատ են իրանք, ավելի ապահով միջավայր է իրենց համար ստեղծված։ Շատ լավ, ես իհարկե տեղյակ լինելով անցած տարիների գործունեության ընթացքը համալսարանի նույն քոլեջի վստահում եմ ժամանակի ընթացքում այդ աշխարհագրությունն էլ ամծանալու, ուսանողների քանակն էլ աշտանալու, որովհետեւ համալսարանի այդ դասախոսական եւ ընդհանուր աշխատակիցների կազմը շատ նպատակա սլած մարդիկ Այո, եւ եւս մի անգամ ապացուցալ են բոլորը, ամեն մեկը իրան ֆրոնտումը վեր, այո, իրանք պատրաստ են թեկուզ առանց գումարի, առանց վարձատրության աշխատել հանուն որևէ գաղափարի։ Շատ լավ։ Իսկ սոր օրինակ եթե մենք հնարավոր պատկերացրու այսած մենք պիտի քոլեջի գովազդինք դու հունց կներկայացնես քոլեջի լավ կողմերը, դրական կողմերը, առավելությունները նոր ուսանողների հետ եւ նաեւ այն ուսանողների հետ որ մտածում են օրինակ որ պիտի արդեն հետո դպրոցից հետո ընդունվին ընտրին այս քոլեջը։ Հիմնականում մեր ամենաուժեղ կողմերից մեկը դա ուսանողակենտրոն լինելն է, ցանկացած ուսանողի խոսք, բողոք, առաջարկ, կարծիք հաշվի է առնվում ադմինիստրատիվ անձնակազմի կողմից, կուրսղեկի մակարդակից մինչև տնօրինության մակարդակ։ Սա կարծում ամենակարևորն է։ Իմ խոխիս հետ ելվերինք շկոլակինամ, ես ուզում իրան լսին, կարծիքը ասին, լավ ամեն պակաս սվեր է, բայց ինքը իրան լսված է, որովհետև այդ ստержենը ի վերջո տի է կառուցվում։ Խոխան ինքնավստահ է, երբ որ տեսնում է իրան լսում են։ Նույնն էլ ուսանողների պարագայում թեկուզ 16 տարեկան են, բայց իրանք էլ շատ մծկարիք ունի լսվելու։ Երբ որ իրանք առաջարկը ընդունում ես, ասում ես շատ լավ բան է առաջարկը, իրանք կարող է անին այն, ինչ որ դաժու իրանք չեն պատկերացրալ վերի վիճակի են։ Այո, այդ ուսանողակենտրոնությունը մեր ամենակարևոր եւ ուժեղ կողմերից է։ Կներես, այնտեղ Արցախում շատ ակտիվ է ուսանողական կյանքը, կրթական process-ին զուգահեռ, նաեւ շատ ակտիվ իրանք կամավորական երիտասարդական շատ տարբեր ծրագրեր ել, գիտեմ արշավներից սկսած մինչև համաժողովներ, ստեղ կարում ենք ինչ որ բաներով նման ծրագրեր ապահովենք, բարձավեր այդ նույն մասշտաբներով չինական։ Բայց կարում ենք։ Այո, այս տարի ահագին կամավորական աշխատանքներ նրալ, տարբերությունը այն է, որ ստղին խոխեկը արդեն հասկանում են, որ կամավորությունը պետք է անի։ Դղ եթե մուկ նախապատրաստելիս էլ մեր անձնակազմը իրանց վերեց սերտիֆիկատները ծս պետք է, բացի նրանից, որ դու կամավորության ընթացքում կայանում եք, պատասխանատվություն է ձևավորում եւ այլն, արդեն այդ սերտիֆիկատները իրանց էլ է պետքը, հասկանում են, որ պետք է կցել գործերին եւ այլն։ Իրանքն արդեն ասում կամավորություն չկա եւ այ եւ մեկ տարվա կտրվածքով ահագին եթե մեր Facebook-յան էջին կամ կայքեջին հետևիկ ահագին միջոցառումների մասնակցալ են, այս վերջերս նոր մարաշվարչական շրջանի հետ համագործակցություն ենք սկսալ, մեր ուսանողները այնտեղ բարային համույթուն ունեցա, ելույթ հանդես եկալ, հա, ու ավելի մի տեսակ ավելի ինքնուրույն կամ մենք ժամանակ չունենք շատ իրանցն հետ ինչ որ բաներ անել, բայց ավելի ինքնուրույն են, ավելի նախաձեռնող են, ավելի նախաձեռնող են, ավելի ինքնուրույն են, բայց գիտեմ, չմիգուցե մեր խնդիրն է, քիչ ադմինիստրատիվ կազմը կարող է շատ ուշադրություն դարձնել իրանքն, ասենք, պարապում, ու շատ քինամ չգրանց իրականում, բայց հետո իշմուկ տեսնում մի հատ հիանալի համար են պատրաստալ երեխեքը։ Իդեպ տեղա գտնվում քոլեջում։ Արմենիական 125 հասցեում ենք, մեր նախկին ներկայացության շենքն է, այդ ներկայացությունը միշտ եղել է ՇՏՀ-ի Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ներկայացությունն է, որը Երևանում միշտ եղել է եւ մեր ուսանողները իրանց պրակտիկան ստեղան լալած գնալիս։ Շատ լավ, Լուսեն, ես հիմա փորձում ստի մտովի տեղափոխվի մինչև 2020 թվականը Շուշի շտեղվեր համալսարանին մասնաշենքեր ելել շատ եւ երևի Արցախի մասշտաբերին համալսարանի մասշտաբների եւ պայմանների մասով առաջատարն է, եթե չեմ Այո, եվրոպական ստանդարտներին համապատասխան եւ պայմանները ամեն ինչ իր լաբորատորիաներով, իրան դասարաններով, գիտեմ, դահլիճներով եւ այլն եւ այլն։ Այդ ամեն ինչի կորուստը ծզրահունցա ազդալ եւ ինչքան ժամանակը կհսցրա Շուշիում այդ ամբողջ այդ парքը այդ ամեն ինչը վայելիք լի համասարանի ստի ասած։ Հենց առաջի տեղափոխման օրից էլ ես վիզարձակուրդից աշխատանքի եմ դուրս եկել եւ ամբողջությամբ վայելել եմ մինչեւ արդեն Շուշիի հանձնումը։ Քանի որ ես անասնաբուժներին եմ հիմնականում դասավանդել եւ լաբորատորիաներից շատ ենք օգտվել եւ այդ առավելությունը, որ մենք ունենք համապատասխան բոլոր լաբորատոր սարքավորումները լավ անասնաբուժների որակյալ անասնաբուժներ կրթելու համար, բնականաբար շատ ծանր էր, հետո մի իրավիճակի բախվել, որտեղ չկա լաբորատորիաներ ու նորից պետք է այդ ամեն ինչ սկսել ստեղծել, բայց նշեմ, որ Ստեփանակերտում էլ
Այդ արդեն 20-44-օրյա պատերազմից հետո վերաբացվանք Ստեփանակերտ։ Այո, վերաբացվելուց հետո էլ մենք արդեն Ստեփանակերտում Վաղարշյան հասցեում պետքա բացեինք անասնաբուժական լաբորատորիայի բացում։ Կներես, բայց հիմա մի քիչ ուզում Շուշիի համալսարանից խոսենք, այսինքն այնտեղ Ստեփանակերտ Շուշի այդ տեղաշարժերը հունցալելը ինչքան ավելի հարմար չի լայ, ազատ ձեր դասամիջոցներն այլ կամ դասերից հետո ինչա վկլել Շուշիի կլել մնալիս համալսարանը կլա վայելես թա շուտված տալավ ետրնայս կլա Ստեփանակերտ։ Ես ինքս Շուշիում մնացալ չեմ, չէ, մենակ աշխատանքի մլակինալիս։ Չէ, աշխատանքի ժամերից հետո նեք Աշխատանքի ժամերից հետո քայսկա ջդրդից բնականաբար եթե եղանակը թույլ տալիս այլել հիմնականում առաջի կուրսեցիների հետ այդ ծանոթության հանդիպումները եւ այլ միշտ բացօթյա են քլա կազմակերպելիս մի շենքից դուրս գալիս քլա կամ Շուշիին քլա տնելիս որևէ մշակութային տեղ իրանց ցույց տալիս համետ ընթացքում շփվելիս իրանք իրար հետ ընկերանան եւ այլն հեքիաթների տուն այլել կավագործություն եւ այլն կամ դղնքլել քինալիս Շուշիում կար մտածի շտող քինած դղ շատ լավ տղեր կա եւ միշտ օգտագործելիս քլալ այդ առիթը իհարկե սկզբից իլել է որոշակի քննադատություններ որ ինչու Շուշիում եւ այլն բայց հետո այդ աշխատանքները այնքան կազմակերպված այլել տեղափոխությունը ուսանողների եւ ադմինիստրատիվ անձնակազմի տեսանք որ որևէ խնդիր չի առաջացնում ու շատ տրամադրող այլել վերտուքինամս այդ շենքը այդ քաղաքը կրթվիս քո կրթարանը տղա ուսումնարանը տղա ու քանի որ մեր կողքին էլ է Եզնիկ Մոզյանը ներքևից դպրոց այլել ընդհանուր շատ տրամադրող շատ ակտիվ խաչմերուկ այլել միշտ ուսանողներ են իլել այո շատ տրամադրող այլել եւ արդեն 2020 թվականի պատերազմից հետո Ստեփանակերտում վերաբացվում խելախնդիրներով ուսումնառազմական վարժարանի տարածքում դե բարձա պայմանները համապատասխանեցված չի համալսարանի կամ քոլեջի բայց շատ կարճ ժամանակում քանի որ պետական մեծ աջակցություն է այլել մեր համալսարանին շատ կարճ ժամանակում նորից գրեց հանգվանի կաղնինք ձեռք բերինք այն ինչ պետք է ուսումնական process-ը կազմակերպելի հետի Եվ նորից վերսկսալ։ Եվ դրանից հետո վերսկսալը նորից եկալ կաղնալ տեղանության փաստի առաջ։ Հեչ այդ ընթացքում, որտեղ միջև տեղանություն շրջափակումն այլ դժվարություններ այլ վերևեր շատ մեծ ազդեցություն ունեցա կրթական բնական process-ը կազմակերպելու, հեչ մտածալս կյանքում վեր կարող է ինչ-որ մի պահ կա վերջի ընդհանուր այս ելքին, այսինքն դուս կյանք ու հետո արդեն Երևան նորից վերաբացվինք։ Իրականում քննարկելիս քլել մոնք մեր բաժնում մի հատ ավելի սթափ մտածող աղջիկ այլել միշտ ասեիս էլա ժողովուրդ լավ բան չի սպասվելու մոս եկեք սթափ մտածենք բայց միշտ ասեիս քլել դու խոսում ես մեհտի ասալա ես գիտում եմ թատատուքը դուք ներկայացությունը մպես քնական կրթարանը ունդեղ գործարք հաստատ եշի չնչել վայն կորա խոսքերը Ողջի ցաղալն կանցկացրալ, որովհետև ոչ մի նոզալ չգիտակցինք, վեր կարող է մի օր կա, վեր ալևս վեճ Արցախինի ու մուկ կարինք որտեղ մեր գոյությունը պահինք, առավել եւս կրթություն մատուցինք։ Եվ այո, բայց սպոնտան այլ այդ ամեն ինչը, այն վեր Երևանում մուկ վնի կանգնալ, ոչ թե սպոնտան այլ մուկ հեչ սկզբից հավատալ, վեր տա կարե ստացվե, որովհետև շատ բարդ ճանապարհ անցկացալ։ Այդի վերջո։ Շատ լավ, ես ուզում ամեն դեպքում ձեզ եւս մեկ անգամ շնորհավորեմ այդ կապակցությամբ, սա ուշացած շնորհավորանք չի, սա ամեն ուսումնական տարվա սկիզբ կարինք անպայման խոսենք դրա մասին եւ ցանկանանք վեր իհարկե ժամանակի եւ տարիների ընթացքում ինքը Երևանում կայանա, դի հունցվեր իլելա նաեւ Արցախում եւ ինչու՞ չէ նաեւ մեր ամենամեծ սպասված երազանքը իրականություն դառնա ու նաեւ համալսարանը, քոլեջը կամի ժամանակ վեր հայկական Արցախում հնարավորություն ունենա իրագործունեություն շարունակե ծզ նման լավ անձնակազմին հետ միասին։ Այո, ի կատար։ Եվ իհարկե քանի վերջ մունքսոր հանդիպում ենք 5 տարի հետո սեպտեմբերի 27-ին կհիշիս քու 5 տարի առաջվա այս օրդ, այս ժամերդ, առավոտյան ժամն է պատերազմի սկիզբը մոտավորապես 7 քանի ալել, հիմա օրինակ 11:30 մոտավորապես այս ժամերին ինչներից սիլել ու շտեղը սիլել 5 տարի առաջ այս օրը։ Այս ժամերին մունք ՇՏՀ-ի ադմինիստրատիվ կազմավ փորձելիս քլա Երևանից մտնենք Ստեփանակերտ ու մոս թողելիս չնել։ Այսինքն դուք Երևանը քլել, այո, համալսարանի ադմինիստրատիվ կազմը եւ 10 ուսանող պրակտիկա են քլել բերած եւ նաեւ համագործակցությունների ժամը
7:30 զանգում ստանում Շուշիի իմ ընկերուհուց, վեր էս ինչա կատարվում, դե քանի որ ամուսինս ինձ ծառայող է, իրաց թվում է, թե այս ինչ որ պենից տեղյակ պիտի լինիմ։ Ու ես Երևանում մունք մեր ադմինիստրատիվ կազմը բոլորս մեր ոնց որ ամենքից երկու խոխանիկ մինիմզնետ Երևան ենք բերալ, ու ես գիտեմ չեմ ինչ մունք ապրալ։ Մեր խոխեքը Ղարաբաղն, մունք Հայաստանանք, մունք քյամը Քալբաջերա մտնենք Արցախ, մոզ ասում են կրակոմն կարել չքինակ։ Կյամը Գորիսավ քինակ, ասում են կարել չքինակ։ Վերջը Գորիսում մի պատար սպասելուց հետո, ի վերջո բանակցություններից հետո մեր խոխեքը տեղն կարում քինանք վերջապես Արցախ ու հսնիկ մեր խոխոցը, մեր ընտանիքներին մարդիկ դուս գալիսն Ղարաբաղը բնականաբար այդ վտանգը տեսնելա լուխ մաշինին դուսինքյա մուքնի ենք մտում։ Մուքալ ենք հասկանում, որ ուրեմն վիճակը լավ չի, բայց կարել չսքինաս ոչ քո խոխատա քո ընտանիքը տադղ։ Իմ ասած տղ պատմությունը կրկնվալա, որովհետև 90-ականներին նույն վիճակն այլել վեր մայրս մեծ քրոջս հետ Երևանում հիվանդանոցում այլել, ես փոքր 2 տարեկան Արցախում ու էլի պատերազմը սկսում է։ Միշտ մաման վեր պատմելիս էլա վեր մազերս մի օր մսի պիտակալա։ Ասելիս ումլել ինչ կին եւ վեր ասե ոչ օրինակ այդ փիսպիների ինձ։ Սաղ ճանապարհը այդ ումլա մտածելիս վեր այդ ճանապարհին մուք վեր թամազերնես ասի պիտակալ մեր սրտերը փշուր ատառալ։ Որտեղ գիմ քոխոխատա քու մասնիկը դա լողջին խոխակնել կուճիրինիլել։ Մոս չնի վեր այսինքն պաշտպանվել վան կամ գիտակցել վան վերահսկել վան էմոցիաները։ Եվ այս ամեն ինչի ֆոնին կյամա մի հատ հարց վերի պատասխանը կարիս դու 16-ի վերասմա պատասխանը խոսքավ չի, այլ գաղափարնատի վեր այդ ընթացքում դուք վեշ համտածալակեն իլայց խոխան եթե մինը մնացա Ստեփանակերտ Դուսոնիկ Երևան կամ Գորիս ձեր կողքինի, այլ օզալակ էս մին կուճուր խոխին հետ միասին մտնիկ Արցախ։ Սա հարց չի, սա մտածելի շատ մոծ բենա վեր վեշտակսետի այլ բոլորիս հետի, հա։ Ես մենակ չում լալ, այո, իզման իլալն հենգիցվեց ադմինիստրատիվ աշխատով։ Շնորհակալություն տաղավարում սորվա առավոտը մզնը հետ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի որակի բաժնի պետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Լուսինե Այդինյանը։ Սիրելի հեռուստադիտողներ, մեր Լուսինեի հետ զրույցը եւս մեկ անգամ փաստում է, թե որքան կարեւոր է մեր մեջ ուժ գտնել ապրելու, արարելու եւ երազանքների իրականություն դարձնելու համար։ Թող այսուհետ մեր կյանքում լինի հարատև խաղաղություն եւ իհարկե կայունություն։ Բարի առավոտ։